122 երկրի 47 նախագիծ է այս տարի ներկայացվելու Մալթայում կայանալիք արվեստի երկրորդ միջազգային բիենալեին։ Մաքուր, պարզ կտրված խորագրով բիենալեին Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա Ռաֆի Ետալյանի այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել էքսպոզիցիոն նախագծով։ Շատ արագ ձևով գրծա այս գաղափարը գարկավորեցի եւ միտքը ունեցա աշխատանքը ներկայացնելու։ Բիենալեի համար նախադեсված էր, այսինքն։ Նախագծի համադրող Սոնա Հովանիսյանի խոսքով հայկական տաղավարը կներկայանա ոչ թե ազգային, այլ համամարտկային կարևորության թեմայով՝ ջրային, ձայնային ու քանդակային ինստալյացիայի ձևաչափով։ Սա պարզապես մի աշխատանք չէ, այլ ամբողջ տարածության ձևակերպում եւ ձևավորում, որի մասը լինելու է ձայնային ինստալյացիան, հենց Ռաֆի կողմից շատ ճշգրիտ եւ երկար մտածված եւ համադրված, ինչպես նաեւ քանդակային ինստալյացիան եւ տարբեր ջրային գոտիներ, որոնք ստեղծելու են ամբողջ կոնցեպտի միջավայրը։ Հայաստանը Մալթայում ներկայացնելու հարցում Ռաֆի Ետալյանին աջակցում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ Պետք է միայն ուրեմն պետական հովանավորչությամբ լինի մասնակցությունը։ Բնականաբար մենք ունենք ֆինանսավորում, որը հատկացվում է դրա հետ մեկտեղ, եւ հովանավորների եւ արվեստագետի ուրեմն միջոցներով, սակայն պիտի նշեմ, որ այստեղ մենք արդեն սկսել ենք քննարկումը, որովհետեւ հասկանում ենք, որ այսպիսի հարթակները սկսում են շատանալ եւ մեր արվեստագետներին, շատ ճանաչված արվեստագետները հրավերներ են ունենում։ Առաջիկա տարիներին պատկերացնում ենք, որ այս մեր մասնակցությունը, ֆինանսական մասնակցությունը պետք է ուրեմն ել ավելի բարձրացնենք ու զարգացնենք։ Ազգային տաղավարի հանձնակատարը Սվետլանա Սահակյանն է։ Նշում է, հանձնաժողովն է ընտրել Ռաֆիին որպես Մալթայի միջազգային բիենալեի մասնակից։ Մասնակցության առաջարկը մեր երկիրը դեռ նախորդ տարվանից ուներ, սակայն որոշում է կայացվել մշակութային այս մեծ ընտանիքին միանալ 2026-ին։ Արվեստագիտական հանրույթը ասում է, որ Վենետիկի բիենալեից հետո երկրորդ այս տիպի բիենալեներից, ով որ թեև նոր է, բայց շարունակում է բավականին ակտիվ եւ արագ զարգանալ, երկրորդ կարևոր հարթակը աստիճանաբար դառնալու է եւ դառնում է Մալտայի բիենալեն։ Կազմակերպիչները վստահ են, Մալթայի արվեստի երկրորդ միջազգային բիենալեում Հայաստանի մասնակցությունը մեր մշակութային հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու հերթական հնարավորությունն է։ Բիենալեն կշարունակվի 2 ամսից ավելի՝ մարտի 11-ից մայիսի 29-ը։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։